1988 թվականին գործանարար երկրաշարժի ժամանակ ես 8 տարեկան էի։ Հիշում եմ այդ սարսափելի պահին, թե ինչպես տատիկս ծնկի եկավ ու սկսեց աղոթել։ Հաջորդ ակնթարթին, երբ ամեն ինչ անցել էր, ասաց. «Բալես, երբ ամեն բան շուրջը ցնցվում է, վստահիր Աստծուն, նա է վեմը, որ մնում է անշարժ»։ Այդ պարզ, բայց իմաստուն խոսքը մինչև օրս ինձ սփոփանք և ուժ է տալիս։ Անորոշությամբ լի մեր այս աշխարհում ես ինքս ինձ այսօր էլ հարցնում եմ. ի՞նչն է մեզ հաստատուն պահում, երբ մեր չորս կողմը ամեն ինչ կարծես կործանվում է։ Վաղը, սիրելի քույրեր և եղբայրներ, հայ առաքելական եկեղեցում նշում ենք մեծ պահքի գալստյան կիրակին։ Այսօրը հիշեցնում է մեզ. Հիսուս եկավ այստեղ, այս աշխարհ մարդկանց մոտ, և նա կրկին պիտի գա։ Բայց ինչ է նշանակում այս հույսը մեր համար այսօրվա մեր կյանքում 2025 թվականի գարնանը, այստեղ և այժմ։ 2000 տարի առաջ Հիսուս եկավ մի անհանգիստ աշխարհ, մի աշխարհ, որը կարոտ էր արդարության, զարմանալիորեն նման էր այսօրվա մեր աշխարհին։ Մարդիկ այն ժամանակ նույնպես փափագում էին խաղաղություն, արդարություն, փնտրում էին կյանքի իմաստ, ինչպես և մենք այսօր։ Բայց Քրիստոս եկավ ոչ թե զենքերով, զորքերով, քաղաքական ինչ-որ նոր համակարգներով, այլ եկավ մի պարզ, բայց շատ հզոր պատգամով. սիրեցեք միմյանց։ Այսօր մենք կանգնած ենք մեծ խնդիրների առջև, թե մեր անձնական կյանքում, թե մեր պետական կյանքում, կանգնած ենք նաև կլիմայական ճգնաժամի, աճող անարդարության խնդիրների առջև և տարօրինակ մենության, նույնիսկ երբ տեխնոլոգիան այսքան զարգացած է և համացանց գոյություն ունի։ Եվ ես հարցնում եմ, արդյոք կատարում ենք Տիրոջ պատգամը, սիրում ենք միմյանց այսօր։ Քանի որ նրա առաջին գալուստը էժան մխիթարանք չէր, այլ գործելու հրավեր։ Մենք արդյոք ապրում ենք նրա պատգամների համար, գործում ենք այն ճանապարհով, որը որ նա ցույց տվեց մեզ։ Ես համոզված եմ, նրա ներկայությունը զգում ենք շատ տեղերում։ Մտքով գնում եմ բոլոր այն մեր համայնքի անդամների մարդկանց մոտ, ովքեր օգնում են կարիքավորներին։ Մեր երիտասարդների մասին եմ մտածում, ովքեր ժամանակ են տրամադրում մենակ ապրող տարեցներին։ Մտածում եմ բոլոր այն մարդկանց մասին, ովքեր իրենց կյանքով և գործով բարիք են տարածում աշխարհով մեկ։ Սա է կենդանի հավատքը, երբ ասում են Քրիստոս մեր մեջ է, ոչ թե հնչեղ խոսքերով, այլ համեստ, մարդկային և բարի գործերով։ Նա մեզ կոչ է անում կառուցել կամուրջներ, ոչ թե պարիսպներ պատել, որովհետև մեր դիմացինի մեջ, ի վերջո, մենք հենց նրան ենք հանդիպում, այդ անշարժ վեմին։ Գալստյան կիրակին, սիրելիներս, մեր հայացքը դարձում է նաև դեպի ապագան։ Հիսուս կրկին պիտի գա։ Սա երևակայություն չէ, այլ խոստում, որը մեզ կոչ է անում պատասխանատվության, ինչպես ենք մենք պահում նրա պատվիրանները, ինչպես ենք վարվում մեր կյանքի հետ, մեր մերձավորների ու այս աշխարհի հետ, երբ նա գա և հարցնի. ինչ ունենք նրան ասելու։ Այս տեսակետը իմ առօրյային նոր լրջություն է տալիս։ Իմ որոշումները ինչպես են վարվում ինքս ինձ հետ, ինչպես եմ վարվում դիմացինիս հետ, ինչպես եմ օգտագործում այն ամեն ինչ, ինչ Աստված ինձ տվել է, ինչ արժեքներ եմ փոխանցում իմ զավակներին, ամեն ինչ, ինչ անում եմ, նշանակություն ունի, և ես պատասխան պիտի տամ։ Նրա վերադարձը, սակայն, սպառնալիք չէ, այլ արթնացման կոչ։ Մի սպասիր վաղվան, բարիք գործելու համար մի սպասիր վաղվան, հաշտեցնող մի ժեստ արա, կարիքի մեջ եղող մեկին օգնիր, ուշադիր եղիր նրան, ով ուշադրության կարիք ունի, մեկ քայլ բնության պահպանության ուղղությամբ,
Ահա այսպիսի արարքներով մենք գերազանցում ենք պահը եւ գործնականում ապրում Քրիստոսավայել։ Եկեք սիրելիներս չսպասենք գալիքներին, գործենք ակտիվ իրար համար, մեզ համար, այս աշխարհի համար, որպեսզի երբ նա գա, մենք իզորու լինենք նրան ինչ որ պատասխան տալու։ Եկեք այս պահին էլ մտածեք ինքներդ, որտեղ կարող եք այն բաց թողումները, որ արել եք, իրագործել դեպի լավը, դեպի բարին։ Հիշեք, Քրիստոս գալու է եւ դուք պետք է պատասխան տաք, եղեք պատրաստ այդ գալստյան օրվան եւ թող Տիրոջ օրհնությունը ձեզանից անպակաս լինի։ Մի մոռացեք, որ Քրիստոս մեր Աստվածն է, վեմը, որ մեզ վստահություն է տալիս։ Ձեր հույսը դրեք նրան եւ երբ էլ գա, պատրաստ եղեք նրա գալստյան։ Տիրոջ օրհնությունը ձեզ հետ, ինչպես երեկ եւ այսօր, նույն եւ Հավիտյանս Հավիտենից։ Ամեն։